Էմիլիա Մարտիրոսյանին Մարգահովտում բոլորը գիտեն։ Դիրքորոշումը ակտիվ քաղաքացիական, գործողությունները հանուն համայնքի։ Մարգահովիտը, ասում է Էմիլիան, ժամանակ առ ժամանակ հայտնվում է բնապահպանական ռիսկերի տակ ու շատ կարևոր էր հասկանալ, ինչ են մտածում բնակիչները գյուղի ապագայի մասին, ինչ կարիքներ ու առաջնահերթություններ ունեն, որն է գյուղի զարգացման այլընտրանքը։ Հանրային լսումներ եղան Մարգահովիտում 5 անգամ, որոնք մերժվեցին բնակիչների կողմից։ Այստեղ քաղաքացիական գիտակցությունը բավականին բարձր էր, ու բնակիչները հստակ իրենց դիրքորոշումը հայտնում էին, չեն ուզում Մարգահովիտում որևէ նման հանքարդյունաբերական գործունեություն։ Լսումներին նաև շատ կանայք եւ աղջիկներ են մասնակցում։ Բնակիչներն են, դրանք պատանիներն են, դեռահասներն են, երիտասարդներն են, ովքեր հստակ գիտակցում են, որ եթե հիմա չկանգնեցնեն այդ process-ը, իրենք զրկվում են առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքից։ Էմիլիային հաջողվել է համախմբել գաղափարակից համայնքային առաջնորդների, թիմ ներկայացուցիչների, քարտեզագրել այն ուղղությունները, որոնք կայուն զարգացման հեռանկար են բացում Մարգահովտի համար։ Բնակիչներն ու համայնքային ակտիվ դերակատարները մեկտեղվել են կանաչ նախաձեռնությունների շուրջ, գյուղի զարգացման քաղաքականություն մշակել ու ավականուն ներկայացրել։ Նպատակը ունենալ մի փաստաթուղթ, որով հնարավոր կլինի ազդել տեղական ինքնակառավարման մարմինների ու հատկապես ավականու որոշումների վրա, որպեսզի դրանք բխեն ոչ թե փոքր խմբային շահերից, այլ արտացոլեն ողջ բնակչության իրական կարիքները։ Տեղական ինքնակառավարման մարմինը, որը բնակիչների կյանքի որակի բարձրացման պատասխանատուն է, պետք է հենվի հենց բնակիչների այդ առաջարկների, խնդիրների վրա ու այդ խնդիրները լուծի։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ հանքարդյունաբերական գործունեություն չեն ուզում, որ Մարգահովիտում լինի։ Փաստաթղթի մշակմանը մասնակցեց նաև հենց թիմը, ավականին եւ համայնքի ղեկավարն էին մասնակցում եւ ստացանք մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված է, թե ինչպիսի միջավայրում է ուզում Մարգահովիցին ապրի, զարգացման ինչ հեռանկարներ է տեսնում։ Էկոտուրիզմ, օրգանական գյուղատնտեսություն, մեղվաբուծություն, արհեստների զարգացում։ Մարգահովիտն ունի դրանց զարգացման բոլոր նախադրյալները։ Լոռու եւ Տավուշի մարզերի միջև է մեր գյուղը։ Մաքուր օդ ու ջրով, զարգացման մեծ ներուժով, այսպես է բնութագրում Մարգահովիտը Էմիլիան։ Շրջակա միջավայրի նախարարությունն ասում է, ի թիվս մի շարք բնակավայրերի, նաև Մարգահովտի մի հատված է ներառելու հատուկ պահպանվող կենսոլորտային տարածքների ցանկում։ Սա անձեռնմխելիության անձնագիր կարող է դառնալ գյուղի համար։ Հիմնվում են հանգստյան գոտիներ, հիմնվում են ուսումնական կենտրոններ, այսինքն Մարգահովիտը առաջարկում է Հայաստանին եւ նաեւ տարածաշրջանին լինել մի վայր, որտեղ մարդիկ կգան, կհանգստանան, կունենան մտքի, հոգու եւ մարմնի ներդաշնակությունը եւ կայուն զարգացման ռազմավարությունը եւ կենսոլորտային տարածքում ընդգրկվելը փոխելու է նաեւ Մարգահովիտի ստատուսը, ներկայանալու է արդեն որպես մաքուր միջավայր, մաքուր մթերքով։ Եթե այս քաղաքականությունները շատանան, կարծում եմ սա լավ ազդակ է նաև պետական քաղաքականության համար, որ նրանք էլ օրենքի մեջ փոփոխություն մտցնեն այնպես, որ քաղաքականություն ունեցող համայնքներում նման գործունեությունը ուղղակի բացառվի։ Այգեզարդի մշակույթի պալատին փորագրված Խաղողն ու նուռը վկայում են, որ Արարատի մարզն ավանդաբար գյուղատնտեսական է եղել, հայտնի անուշահամ մրգերով։ Խաղողի այգում զրուցում ենք Արփինե Խաչատրյանի հետ։ Անգամ անունն է հուշում, որ գյուղը այգիների շնորհիվ է հիմնվել ու մարդկանց իր շուրջն է հավաքել։ Հայրենի գյուղն այսպես է նկարագրում Արփինեն։ Մարդիկ սերնդեսերունդով են մշակել, ծառ խնամել ու ապրուստ հոգացել։ Վերջին տարիներին մարզի գյուղերը հայտնվել են հանքարդյունաբերության վտանգի տակ։ Արփինեն ասում է, Այգեզարդի հարևան գյուղերում հանքեր են ուզում բացել, ինչը չի տեղավորվում Հանրապետության գյուղմթերքի առյուծի բաժինն ապահովող մարզի զարգացման տեսլականում։ Տուժելու են բոլորը։ 2024 թվականին գյուղի հարակից Կարմիր Սարի շահագործման դեմ պայքարը հաջողությամբ էր պսակվել։ Կարմիր Սարը իր ֆիզիկական գոյությամբ իսկ արդեն մեր գյուղատնտեսության երաշխիքներից է, որ հանք բացվեց, հակառակ էֆեկտն է լինելու, մենք սարից ստանալու ենք փոշի, ինչը
խանգարելու է հեղուների փոշոտման process-ին։ Մեր այգիները Գինևետ գյուղին են շատ մոտ եւ այո, բավականին կոնկրետ մեր այգիները բավականին մոտ են հանքին, սակայն կան այգիներ, որ շատ ավելի մոտ են։ Եկել հասել են այն մտքին, որ կարճատև տնտեսական ազդեցություն ունեցող ծրագրերից գյուղերն ապահովագրելու այլընտրանք պիտի գտնեն։ Այգեզարդի առողջ, պայքարող տեսակներից կորիզ է ձևավորել ու շուրջ 2300 ստորագրությամբ հանրային աջակցություն ստացել։ Հետո արդեն սոցիալ-էկոլոգիական զարգացման ռազմավարություն են մշակել համախոհների հետ։ Մեր գյուղերի զարգացումը տեսնում ենք մաքուր էկոլոգիական միջավայրում։ Նման փաստաթղթի առկայությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի, ասում է։ Նախաձեռնվեց ստորագրահավաք, որը բավականին լավ արդյունք տվեց, գերակշռ մեծամասնությունը հայտնեց իր անհամաձայնությունը նման գործունեությանը, որը կարող է մեր գյուղատնտեսական մոդելին վտանգ սպառնալ, մեր առողջությանը եւ ինչու՞ չէ, եթե գլոբալ նայենք, նաեւ Հայաստանի բարենային անվտանգությանը։ Նախորդ տարի նման վտանգներ չէր սպառնացել գյուղին։ Դրա համար կարծես անհրաժեշտություն չէր եղել նման փաստաթուղթ ունենալու, բայց հիմա հասկացանք, որ վտանգների դեմ պետքա իմունիտետ ունենանք, պետքա ցույց տանք, որն ենք նախընտրում, որ ուղղությունն ենք նախընտրում եւ ստիպենք ճակերտներին, որպեսզի մեր կարծիքի հետ հաշվի նստեն։ Այո, իհարկե փաստաթուղթը ներկայացվելու է ավականու հաստատմանը, որպես այգեզարդի զարգացման ծրագիր։ Վանաձորից շուրջ 8 կիլոմետր հեռավորության վրա է Լոռու մարզի Լեռնաջուր բնակավայրը։ Փոքրիկ բնակավայր մեծ ու հավակնող ծրագրերով։ 2024-ին այստեղ քարի հանք էին ուզում բացել։ Լսումներ այդպես էլ չկայացան։ Տեղի իշխանությունները դեմ էին։ 2023-ի ամռանը փամբակ խոշորացված համայնքի ավականին Լեռնաջուրը հռչակել է կանաչ գոտի, գյուղին տալով ապի պարկի, մեղուների արգելոցի կարգավիճակ։ Հենրիկ Մխիթարյանն է ասում։ Սա նշանակում է, որ այստեղ արգելված է կենսաբազմազանությանը վնասող ցանկացած գործունեություն։ Անգամ բջջային օպերատորներին են արգելել անտենաների տեղադրում ռադիոալիքներով գերխտացում թույլ չտալու, ինչը մեծապես վնասում է մեղվաբուծությանը։ Փամբակ համայնքի համայնքապետարանին առաջարկություն են կարել, որը ընդունվել է եւ համայնքի ավականու որոշմամբ Լեռնաջուր բնակավայրի վարչական տարածքը ճանաչվել է մեղուների արգելոց։ Որոշման հավելվածում կա, որ տարածքում քիմիական արտանետումներով շոր արտադրություններ, հանքերի ուսումնասիրություններ, շահագործումներ, աղբավարեր չպետք է լինեն։ Ու սա նաև բացի այն, որ հաջողված փորձ է համայնքի հետ, նաև մեզ հնարավորություն է տալիս ավելի ազատ գործելու ու այդ էկոլոգիական, բնապահպանական մեր գաղափարները իրականացնելու կանաչ քաղաքականությունը ինքը երկարատև գործունեության հիմքն է։ Իսկ եթե դու շարժում ես կանաչ գաղափարախոսությամբ, դու անընդհատ երկարատև կարող ես այդ գործունեությունը իրականացնել։ Բայց երբ որ խոսում ենք, այս թեման շատ ակտուալ է հիմա, հանքերի մասին, շատ կարճաժամկետ է, այդ հանքերը 5 տարի, 10 տարի շահագործվում են, հանքը փակվելուց հետո արդեն համայնքում էլ հետագայում այդ նույն կանաչ գործունեությունը իրականացնելը գրեթե անհնար է։ Կանաչ գյուղատնտեսություն է զարգացնում այստեղ, օրգանական մեղվաբուծություն, ձկնաբուծություն, կլիմայական բոլոր պայմաններն առկա են։ Հենրիկը, որ մեղվաբուծությամբ է զբաղվում, ասում է, քարհանքի հեռանկարն ընդհանրապես չի համատեղվում օրգանական գյուղատնտեսության հետ։ Նման էկոմիջավայրում մեղվաբուծության իրականացումը առաջինը հենց նպաստում է մեղուների գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև տարածքի ընդհանուր էկոլոգիական մաքրության պահպանմանը։ Հենրիկին հաջողվել է տեղի իշխանություններին հասցնել կանաչ տնտեսության գաղափարը, որպես կայուն ու երկարատև զարգացման այլընտրանք ողջ գյուղի համար, ի տարբերություն տնտեսական այլ գործունեության, որ կարճատև եկամուտներ կապահովեր մասնավոր խմբի համար ու ընդմիշտ կվնասեր բնական հարուստ այս կենսամիջավայրին։ Այդ կարճատև դրական ազդեցությունը մենք մերժել ենք ու թեկուզ էսպայն մի փոքր դանդաղ կամ ավելի մեծ դժվարություններով, բայց այն գիծը, որ մենք մեզ համար նպատակ ենք դրել, այդ գիծը բռնած շարժվում ենք առաջ։ Հայաստանում առաջինը մեր բնակավայրում ենք արել, Լեռնաջուր բնակավայրում ու առհասարակ աշխարհում առաջինն է, բայց մեր աշխատանքի շնորհիվ փորձելու ենք այնպես անել, որ ինքը դառնա դրական հաջողության փորձ։ Աքորի ենք ուղևորվում։
Լոռու մարզի Ալավերդի համայնքի կազմում է գյուղը։ Կանաչ քաղաքականության օրինակելի դեսպանատուն։ Վիգեն Մնացականյանին այստեղ բոլորն են ճանաչում, հատկապես մեղուները։ Քիմիական արդյունաբերության ոլորտից հեռացել, սկսել է մեղվաբուծությամբ զբաղվել։ Հասկացել է, որ էլ չի ուզում վնասել առողջությունն ու մեղվաբուծության իր պլաններով կիսվել համերկրացիների հետ։ Գաղափարակից բազմաթիվ աջակիցներ է գտել, ապագա պլաններում կրթական բաղադրիչ էլ կա։ Այստեղ, ասում է, զրոյից են սովորում մեղվաբուծությունը, որը դառնում է կայուն ու երկարատև զարգացման ուղի։ Ալավերդու համայնքային իշխանությունների հետ հաջողվել է համագործակցության մոդել մշակել։ Ցանկանում ենք Ալավերդի խոշորացված համայնքում իրականացնել մեղվաբուծության զարգացման ծրագիր, որը կոչվում է Մեղրի ճանապարհ։ Համայնքի հետ փոխհամագործակցությամբ կարողանանք ստեղծել մեղուների համար առանձնացված գոտիներ, որտեղ որ մեղվաբույսները համայնքից կարող են իրենց մեղվաընտանիքները տեղադրել ու համայնքի օգնությունը մեզ լինելու նրան, որ համայնքը համայնքապատկան ինչ-որ տարածքներ տրամադրի մեզ, որոնք որ մեր ընտրությամբ կլինի, այսինքն դա կլինեն այն տարածքները, որտեղ որ բարձր բերքատվություն կա, մեղրի առումով։ Վերջում ամենահետաքրքիրը ամենամյա փառատոն կարողանանք կազմակերպել, մեղրի փառատոն, որպեսզի հենց համայնքի մեղվաբույսները, ովքեր որ այդ ամբողջ process-ին մասնակցում են, վերջում իրենց product-ը կարողանան ներկայացնել պոտենցիալ գնորդին։ Մենք ունեցել ենք առաջի հանդիպումը մեղվաբույսների հետ, հենց համայնքապետարանում, ու համայնքն էլ սկզբնական տվել է իր հետաքրքրությունը այս պրոյեկտի մասով։ Այլընտրանքային աշխատանք է, որը որ նաև կանաչ քաղաքականություն ավարում, այսինքն հենց այդ աշխատանքը ինքը իրանից ներկայացնում է ոչ միայն ուղղակի աշխատանք, որից որ եկամուտ է ստանում, այլ դու քո աշխատանքով նաև բնությանը շատ մեծ օգնություն ես, հա, մատուցում, ու այդ շատ կարևոր է, ոնց որ համայնքային բնապահպանական միջոցները, որոնք որ ծախսվում են տարբեր ծրագրեր իրականացնելու համար, ոնց որ մի հետաքրքիր ծրագիր էլ կարող է հենց սա լինել, այդ գումարից 5%-ը ուղղենք մեղվաբուծությանը, որը որ համ մեկ աշխատանքի խնդիր է լուծում, մանավանդ գյուղական համայնքների բնակիչների համար, երկրորդը արդեն երբ որ մարդիկ հասկանան, գյուղացիները մանավանդ, որ կարող են իրանց աշխատանքով ինչ-որ ֆինանսական ստաբիլություն ձեռք բերեն, արդեն այդ գնալ աշխատել ինչ-որ այլ, չգիտեմ, հանքարդյունաբերությունում կամ այլ ոլորտներում իրանց այդքան հետաքրքիր չի լինի։ Կանաչ ռազմավարությունների մշակումը քաղաքացիների ակտիվ դիրքորոշման արդյունք է։ Գնալով մարդիկ անհանդուրժող են դառնում իրենց համայնքներում ոչ հեռանկարային ծրագրերի նկատմամբ, որովհետև աչքի առաջ ունեն այլ բնակավայրերի տխուր փորձը, ավիրված բնություն, ամայացած գյուղեր, չկառավարվող կոչամբարներ ու շրջակա միջավայրն աղտոտող թափոններ։ Գիտակցում են, որ այդ ամենը վաղ թե ուշ իրենց դուռն է թակելու, ասում է իրավապաշտպան բնապահպան Օլեգ Դուլգարյանը։ Համայնքի բնակիչների մասնակցությունն ինքնին կարևոր ու նշանակալի է դարձնում քաղաքականության էությունը։ Այդ փաստաթղթերը նաև ընկալումներ են փոխելու, համոզմունք է հայտնում իրավապաշտպանը։ Կանաչ քաղաքականությունը դրանք այն մեխանիզմների ներդնումն են տեղական մակարդակում, որոնք ստեղծում են այլընտրանք, այսինքն ավանդական ընդունված տնտեսական զարգացման բաղադրիչների զատ ներ են դնում նաև նոր այլ ուղղություններ, որոնք հնարավորինս քիչ են բնությանը վնաս տալիս եւ զբաղվածության հնարավորություն են ստեղծում նաև համայնքի այն խմբերի եւ մարդկանց համար, ովքեր որ համայնքի տնտեսական զարգացման, այսպես ասած, տնտեսական գործունեության ընդհանուր համատեքստի մեջ չեն տեղավորվում։ Կանաչ քաղաքականությունը հատկապես տեղական մակարդակում ինքը այսօր ամբողջ աշխարհում ընդունված նորմ է, մեղմելու, վնասները շրջակա միջավայրի վրա։ Շատ կարևոր է, որ թե տեղական քաղաքականությունը իրականացնողները, թե այդ քաղաքականությունը սպառողները լավ իրազեկված են կանաչ քաղաքականության իրական նպատակների մասին տեղական մակարդակում եւ կանաչ քաղաքականության անձեռնված հնարավորությունների եւ նաեւ վերցնեն այլ օրինակներ։ Դա պետք է լինի հստակ ռազմավարությամբ, ինչ որ ոչ նույնական, ոչ ստանդարտ մոտեցում ստեղծեն եւ այդ մոտեցման վրա սկսեն գումարներ, համայնքային բյուջեից ծախսել։ Ամենաառաջինը դա ընկալումը, այսինքն որպեսզի քառակուսից մի քիչ փոքր սկսեն դուրս գալ որպես ինստիտուտ
եւ համաշխարհային տարբեր մոտեցումները, այսինքն աշխարհում ընդունված իրենք դա վերցնեն, լավագույն օրինակները այստեղ կիրառեն։ Իրավապաշտպանը վստահ է, որ Հայաստանի տարբեր համայնքներում կանաչ ռազմավարությունների մշակումը կարող է հող նախապատրաստել օրենսդրական փոփոխությունների համար, որպիսի համայնքների սոցիալ-էկոլոգիական պաշտպանությունն ամրագրվի օրենքով եւ ռիսկային կարգավիճակում հայտնված համայնքները անձեռնմխելիություն ստանան։